Սիրելիներ, մեղքն ունի հավերժական հետևանքներ, և մեղքն ավելի թանկ արժե, քան մենք ուզում ենք վճարել, և ավելի շատ ցավ է պատճառում, քան կարծում էինք։ Մեղքը ներգործում է կյանքի բոլոր բնագավառների, բոլոր փոխհարաբերությունների մեջ։ Մեղքի հետևանքները հասկանալն օգնում է տեսնելու մեր անբնականon մեղավոր աշխարհը, ինչպես տեսնում է Աստված։ Մենք ապրում ենք ավելի ցածր չափանիշներով, քան Աստված սահմանել էր մեզ համար, և բավարարվում ենք այդ վիճակով, որում գտնվում ենք։ Հաճախ կարող ենք լսել. «Ինչ որ քեզ համար մեղք է, ինձ համար մեղք չէ», կամ «Իմ արարքը միգուցե քո միջավայրում է մեղք համարվում, բայց ոչ իմ»։ Սա ենթադրում է, որ մեղքը չափում ենք մեր անձնական չափանիշներով, մինչդեռ մեղքը Աստծո չափանիշի խախտում է։ Մեղքը հատուկ բնորոշում ունի։ Մեղավորությունը խաթարեց հաղորդակցությունը Աստծո հետ։ Ադամն ու Եվան կորցրին իրենց ընկերակցությունն Աստծո հետ։ Նրանք հասկացան, որ խախտել են Աստծո օրենքը։ Սուրբ Գիրքն ասում է, որ մեղավոր անձը Աստծո բարկության տակ է։ Աստծո բարկությունը միշտ ուղղված է մեղքին, որը հակառակ է Աստծո սուրբ բնությանը։ Հռոմեացիներին ուղղված թղթի 1 գլխում Պողոս առաքյալը բացատրում է. երբ մարդիկ ճշմարտությունն իմանալով հանդերձ հարատևում են մեղքի մեջ, Աստված նրանց մատնում է ավելի ծանր մեղքերի։ Ով մարդ, արհամարհում ես նրա առատբարությունը, համբերատարությունը և երկայնամտությունը, չիմանալով, որ Աստծո բարությունը քեզ ապաշխարության է առաջնորդում, բայց քո կարծրությամբ և չզղջացող սրտով բարկություն ես դիզում քո դեմ այն օրվա համար, երբ Աստծո բարկությունն ու արդար դատաստանը պիտի հայտնվի, ով յուրաքանչյուրին հատուցելու է իր գործերի համեմատ։ Մահը մեղքի առաջին և վերջին արդյունքն է։ Աստվածաշունչը խոսում է 3 տեսակի մահվան մասին՝ հոգևոր, ֆիզիկական և հավիտենական։ Հոգևոր մահը այն վիճակն է, երբ մարդը հոգևոր կյանք չունի, ապրում է կեղծ արժեքներով կամ չափանիշներով։ Հոգևորապես մեռած անձն իր կյանքը ապրում է մարմնի ցանկություններում, մարմնի ու մտքի կամքը կատարելով, և մեղքը կենսակերպ է դառնում։ Եվ քանի դեռ Քրիստոս մարդու կյանքի մեջ չկա, մարդը մեռած է մեղքերում և հանցանքներում։ Ֆիզիկական մահն ավելի ահասարսուռ է հոգևորապես մեռած մարդու համար, բայց հոգևոր մարդը չպետք է վախենա ֆիզիկական մահից, նա անցնելու է ավելի լեցուն հոգևոր կյանքի։ Հավիտենական մահը վերջնական ու անվերադարձ բաժանումն է Աստծուց։ Կոչվում է երկրորդ մահ, այսինքն մեղավոր մարդը ֆիզիկական մահից հետո երկրորդ անգամ է մահանում։ Ինքնախաբեությունը մեղքի ամենալուրջ հետևանքներից է։ Միայն մեկ ճշմարիտ բուժում կա՝ ժամանակ հատկացնել և պարբերաբար քննել մեր անձը Աստծո ներկայությամբ։ Քննիր ինձ, ով Աստված, և իմացիր իմ սիրտը, փորձիր ինձ ու իմացիր իմ մտածումները, և տես, թե արդյոք որևէ կորստյան տանող շարժառիթ կա իմ մեջ, և ինձ հավիտենական ճանապարհով առաջնորդիր։ Սաղմոս 139։ Ինքնախաբեությունը վատթար է, քան խստասրտությունը, այսինքն մեղավորություն չզգալը։ Մեղավորն արդարացնում է իր մեղքերը, ինքն իրեն համոզում է, որ ինքն այդքան մեղավոր չէ համեմատած ուրիշների։ Սիրելիներ, մեկ հատված կարդանք Փարիսեցու և Մաքսավորի առակից։ Փարիսեցին կանգնեց ու ինքն իրեն այսպես աղոթեց. «Աստված իմ, շնորհակալ եմ քեզնից, որ ես ուրիշների պես չեմ, հափշտակող, անիրավ, շնացող կամ էլ այս Մաքսավորի նման։ Շաբաթը 2 անգամ ծոմ եմ պահում և իմ բոլոր ունեցվածքից 10-րդ եմ տալիս»։ Մեղքի հետևանք է նաև անզգայունությունը։ Մեղքը խստացնում է սիրտը, ավելի ու ավելի անզգա դարձնելով այն թե չարի, թե արդարության հանդեպ։
Մեղավորը կորցնում է ամեն զգայունություն։ Չի հասկանում, թե որքան լուրջ բան է մեղքը և ինչ է անում իր հետ։ Մերժում է մեղքի գոյությունը և փորձում է արդարացում գտնել իր վատ արարքների համար։ Անձնակենտրոնություն, եսամոլություն, եսասիրություն, այս բոլորը մեղքի հետևանք են։ Եսամոլ մարդը սեփական բարօրությունը վեր է դասում բոլորի բարօրությունից, անտարբեր է ուրիշների հանդեպ։ Որպես մեղքի արդյունք առանձնացնենք մրցակցությունը, անտարբերությունը և շահագործումը։ Քրիստոնյայի համար մեծության ճշմարիտ չափանիշն ինքը Քրիստոսն է։ Եթե քրիստոնյան պիտի մրցակցի, ապա թող Քրիստոսի հետ մրցակցի։ Աստծո աչքին լավագույնը լինելու համար հարկ չկա ուրիշների հետ մրցման մեջ մտնել։ Հաճախ հարուստ լինելը բավարար չէ։ Մարդ ուզում է ավելի հարուստ լինել, քան իր հարևանը։ Եթե չի հաջողում, նախանձում է հարևանին կամ ջանում է որևէ կերպ նսեմացնել նրան։ Ահա թե ինչու մրցակցությունը հաճախ դառնում է խեղված փոխհարաբերության արմատը։ Եսակենտրոնությունից է բխում նաև ուրիշների հանդեպ անհոգությունը։ Երբ մարդը հոգում է միայն իր մասին, ուրիշներն անկարևոր են դառնում իր կյանքում։ Անտարբեր է և չի կարող սիրել ուրիշներին։ Սիրել նշանակում է նրանց բարօրությունը գերադասել իրենից։ Հաջորդ հետևանքը շահագործումն է։ Սա նշանակում է մեկ ուրիշի տկարությունից օգտվելով, անարդար և չարամիտ կերպով օգտագործել շահագործել մարդուն սեփական շահի կամ առավելության համար։ Շահագործումը անտարբերությունից ու մրցակցությունից տարբերվում է նրանով, որ մեղավորը սեփական շահի համար օգտագործում է ավելի թույլ մարդու։ Մեղքի հետևանքներն աշխարհում անչափելի են։ Բնական չարիքները, երկրաշարժեր, աղետներ, պատերազմներ, երաշտ, նաև փուշն ու տատասկը, մոծակները և այլ տհաճ երևույթներ արդյունքն են մարդկության մեղքի։ Աշխարհի վրա մեղքի ազդեցության չափն այն է, որ բոլոր ստեղծվածները մինչև հիմա միասին հառաչում են ու ցավի մեջ են։ Հռոմեացիս 8:22։ Ահա ամփոփեցի մեղքի հետևանքները։ Այսպիսով ավարտենք մեղքի թեման, սիրելիներ։ Զերծ մնանք մեղքից, քննենք մեր արարքները, վախենանք Աստծո բարկությունից, որ հավիտենական կյանք ունենանք։